Ոչինչ չասող մակարոն, շոտ, ոտնո, կրեմ չկա, միայն վրայի կրեմն է, կրեմը ենքան արեստական պիստակի հոմ ունի, որ սա հաստատ շատ հեռու է լավը լինելուց, ինչ-որ գործանային արտադրության, հա սուպերմարկետից, հենց ինչ-որ տուպիկով տիրամիսու եմ գնել։ Ողջույններ բոլորիդ, եկել ենք նոր համտեսման, միացնես լավ հասցե եմ ձեր համար բացահայտելու, կարող է շատերիդ համար նոր չլինի, բայց կարծում եմ շատ-շատերի համար էլ նոր է լինելու, որովհետև հիմա մենք գտնվում ենք Լուվրի հարևանությամբ, Ռիվոլի փողոցի վրա, բայց չենք մտնելու Լուվր, ավելի ճիշտ մտնելու ենք Լուվր, բայց ոչ թանգարան, ով չգիտի, ասեմ, որ Լուվրի տակ, հա, գոյություն ունի առևտրի կենտրոն, բավականին մեծ, չպատկերացնեք, որ փոքրիկ է, որպես գետնանցումային, այսպես ասած, առևտրի կենտրոն, ինքը բավականին մեծ է, եւ այնտեղ, ինչպես ցանկացած առևտրի կենտրոնում, բնականաբար կան շատ համով ուտելու տեղեր, համեղ սուրճ խմելու տեղեր, այնպես որ այսօր ուզում եմ ձեզ ինձ հետ տանել այնտեղ, տեսնենք ինչ կա ու ինչ որ միտեղ էլ համտեսում անենք։ Առևտրի կենտրոնը կոչվում է Carrousel du Louvre։ Այնտեղ է հենց գտնվում ճանաչված այն գործը, հա, ոնց որ Լուվրի պիրամիդը հակառակ ուղղությամբ որ կա, կգնանք դա էլ կտեսնենք, բայց եկեք գնանք դեռ ցույց տամ, թե ինչ համով վայրեր կա։ Մուտքը տարբեր տեղերից է, ես կոնկրետ հիմա Ռիվոլի վրա եմ, որտեղից կարող եմ մտնել։ Դուք եթե գալու եք Լուվր հենց թանգարանը, կարող եք հենց թանգարանի մեջից առանց դուրս գալ մի անգամից մտնել, բայց մյուս կողմից էլ էլի մուտք կա, այնպես որ դուք արդեն ընտրեք, ինձ հարմար էր Ռիվոլից։ Դե գնացինք։ Մտանք ներս, այսպես վերցնում եք էքսկալատորը եւ իջնում ենք ներքև ու հիմա կտեսնեք, թե ինչքան մեծ առևտրի կենտրոն է բացվելու մեզ համար։ Գնանք տեսնենք։ Եվս մեկ էքսկալատոր, ասում եմ, չէ, լրիվ գետնանցումային, ինքը առևտրի կենտրոն է, բայց բավականին մեծ, դրսից այդքան չեք պատկերացնի, բայց ներսում այն բավականին է մեծ է, շատ լավ հավեսին բուտիկներ էլ կան, բայց մենք այսօր համովություններն ենք փորձելու, բուտիկները կթողենք մեկ այլ անգամ։ Ռիվոլի հատվածից որ իջնում ենք, մի անգամից հայտնվում ենք իրենց այս ֆուդկուրտային հատվածում, բայց ես անկեղծ ասած այստեղ չէ, որ ուզում եմ իրար հետ համտեսում անենք, որովհետև ես շատ ավելի լավ տեղ եմ գտել, այնտեղ եմ ուզում գնանք, բայց եկեք ձեզ ցույց տամ, թե ընդհանուր առմամբ ինչեր կան այստեղ, որովհետև նույնիսկ Մակդոնալդս կա, այնպես որ տեսեք, բրիոշ դող է, որը պոլի նման տեղ է, հա, պոլի կատեգորիայի, ունեք տարբեր պիցցաներ, այև ասիական, հա, խոհանոց, եթե չեմ սխալվում, կորեական պիտայան կա, հա, իրենց փլավիկներով, ամեն դեպքում այստեղ էլ կա համով ֆուդկուրտ, այնպես որ կարող եք ուղղակի եթե Լուվրի տարածքում եք Ռիվոլի փողոցի վրա, կարող եք գալ այստեղ էլ սնվել, հաճելի հավեսին տեղ է, բայց հիմա եկեք գնանք, ասեմ, թե ես ձեզ որտեղ եմ ուզում տանեմ։ Եվս մեկ էքսկալատոր ենք վերցնում ու էլի ենք իջնում ներքև, մեր համովությունը մեզ այնտեղ է սպասում։ Այս խանութը, որը կոչվում է Փիլոն, ես շատ եմ սիրում, այստեղ ամեն ինչը այսպես գունեղ, հետաքրքիր աքսեսուարներ, շատ հավեսին ու ոչ միայն երեխաների համար, չգիտեմ, հենց մա տեսատամի չոտկեր ենք, արդեն կարող եք պատկերացնել, իդեպ կարող եք այստեղից սուվենիրներ գնել եւ ձեր հարազատների նվեր տանել, այո, գները մի քիչ բարձր են, բայց այդ նվերները լինելու են եզակի, հավաստիացնում եմ։
Այստեղ կա նաև շատերիդ կողմից սիրված լաջուղեն մակարոնների համար, բայց եթե ինձ հետևում եք, արդեն գիտեք, որ ես ամեն դեպքում նախընտրում եմ պեղեղմեի մակարոնները, քան լաջուղենը, բայց եթե դուք լաջուղեն եք սիրում, այստեղ էլ կա, այնպես որ կարող եք այստեղից էլ գնել։ Հասանք արդեն այս գլխավոր հատվածը պիրամիդը, որը հակառակ է, եւ այն կողքից էլ արդեն մտնում եք հենց թանգարան, ասեք որ սիրուն է, շատ սիրուն է։ Եկանք այն հասցեմ, որտեղ որ ուզում եմ համտեսում անել, որովհետև այս սրճարանի կողքով որ անցնում եմ, այս գեղեցկությունը ինձ գրավում է, ու ես էլ եմ այստեղ առաջի անգամ լինելու, ձեզ էլ հետս բերել եմ, որ միասին փորձենք, ինքը ինչպես տեսակ հենց դիմացս գտնվում է բուրգը, հա, հակառակ, այստեղ Լուվրի մուտքն է, ու այստեղ արդեն սրճարան է, եթե Լուվրից եք դուրս գալիս, հենց անմիջապես աչքի վրա, իտալական սրճարան է, կոչվում է Կաֆե Կոնսերտո, որովհետև այստեղ նաև համերգներ են լինում, կարող եք նախաճաշել, ճաշել, ընտրել, եկել ենք դեսերտները փորձելու։ Ասում են, իրենց տիրամիսուն է պետք պարտադիր փորձել։ Հիմա կմտնենք, կտեսնենք, կփորձենք ու կհամոզվենք իսկապես համեղ է, թե չէ։ Ամեն դեպքում շատ գեղեցիկ է։ Եկեք մտնենք, որպեսզի համոզվենք։ Արդեն տեղավորվեցինք, տեսակ չէ ինչքան գեղեցիկ է, ինչքան հաճելի է ներսում, չեք պատկերացնի ինչքան հաճելի մթնոլորտ է, մենակ այս գեղեցկությունը ամեն ինչ արժի, հիմա հուսով եմ, ինչ պատվիրել ենք, էդ էլ է համեղ լինելու ու չենք փոշմանելու, ձեզ էլ լավ խորհուրդ եմ տալու, պատվիրել եմ 3 տեսակի դեսերտ, իրենց ճանաչված տիրամիսուն, Նյու Յորք ռոլ եմ վերցրել, ճիշտ է մի քիչ էտապը անցել է, բայց ասում են իրենց համով է հատկապես պիստակով վերցրել եմ, կտեսնենք եւ մակարոններ եմ վերցրել, անկեղծ ասած մակարոնների գույնը ինձ մի քիչ շատ sense վառ թվաց արհեստականոտ, բայց կփորձենք, միգուցե համեղ են։ Պատվերս եկա, մի հատ նայեք ես գեղեցկությանը, պատվիրել էին նաև այս լատե, շատ գեղեցիկ բաժակով բերել են, Նյու Յորք ռոլը կարծես թե տաքացրել են, հա հիմա ձեռք եմ տալիս, ինքը նույնիսկ տաք է, իրենց տիրամիսուն ու 3 տեսակի մակարոն վերցրեցինք, ինչպես արդեն ասել էի, գույները նայեք ինչ շատ sense վառ են, շատ արհեստական են, հուսով եմ ուտելուց ատամները եւ լեզուն այդ գույները չես ստանա, ամեն տեսակը չկար, երևի մի քիչ ուշամ ենք եկել դրա համար, վերցրել ենք ազնվամորիով, իրանց այս իտալականը, որն ասեց ոնց որ վանի սուրճ է, եւ այս կապուտը, որը սպիտակ շոկոլադ է, գույները չեն ասում, բայց սա Ֆրանսիայի գույներով է։ Հիմա կարևորը մեզ այստեղ համն է, ինչպես միշտ համտեսումը կսկսենք ըմպելիքով, որը տվյալ դեպքում այս լատե է, խառնենք ու տեսնենք համեղ է թե չէ։ Այստեղ թափեցի, բայց դուք ոչինչ չտեսաք։ Վատը չէ, ես որ սուրճ չեմ սիրում, այսինքն նույնիսկ իմ կապուչինո լատեները միշտ խնդրում եմ, որ սուրճը քիչ անեն, այստեղ արդեն քիչ է։ Խնդրել պետք չի, որտեղ մոռացել էի խնդրել, ու իմ համար լրիվ օքեյ է, իմ համար լավ է, բայց եթե սիրում եք ավելի խիտ, հա, ձեզ համար կարող է այդքան էլ լավը չլինի։ Արդեն անցնում ենք իրենց ամենագլխավոր դեսերտին, հա, տիրամիսուին, որը այստեղ հենց ավելի շատ տորտիկի պես է ներկայացված, բոլորս գիտենք, հա, կլասիկ տիրամիսուն, ընդհանրապես ամենալավը, երբ որ ընդհանուր արվում է, հա, ամանով բերում են եւ ձեզ համար կտրում տալիս են, կամ լինում է, որ հենց ամանիկների մեջ են պատրաստում, բայց ես հենց կտրովի տարբերակն եմ
տիրում, որը ես ինքս եմ պատրաստում։ Այստեղ հենց տորտիկի նման է։ Հիմա տեսնենք համեղ է թե չէ, ինչ որ տարբերություն զգալու ենք, թե չէ։ Փորձեմ։ Լավ, փափուկ է։ Այստեղ նաև տեսնում եմ, որ շերտերը սպիտակել են, այսինքն շատ թրջած չէ։ Հիմա մնում է, որ քիչ չլինի թրջած եւ սուրճի համը զգանք ու համեղ լինի։ Այսպես ասեմ։ Սա հաստատ իմ ամենալավ գերած տիրամիսուն չէ, ավելին ասեմ, նույնիսկ շատ հեռու է լավը լինելուց, որովհետև զգացվում է, որ այս պեչենիները, հա, սա գործարանային արտադրության պեչենիներ են, որը բոլորդ կարող եք գնել խանութից եւ պատրաստել, տնական պատրաստված չէ։ Կրեմն էլ, այսպես ասած, սովորական կրեմ է, ու կարծես թե հենց տիպիկ տիրամիսուի կրեմ էլ չէ, անկեղծ ասած հիասթափվեցի, որովհետև որ ուտում եմ տպավորություն է, ինչ որ գործարանային արտադրության, հա, սուպերմարկետից, հենց ինչ որ տուփիկով տիրամիսու եմ գնել, բերել եմ, կտրել եմ եւ ուտում եմ, ու կարծում եմ նման վայրի համար սա հեչ հարգի չէ, մասնավորապես եթե հաշվի ենք առնում իր գինը, իսկ գինը 12.95 սանտիմ, այսինքն մոտավորապես 13 եվրո, շատ թանկ է, կգնահատեմ ինչքան, չգիտեմ, երևի 10-ից 5, 10-ից 4, որովհետև շատ հիասթափված եմ, գինվորակ հարաբերակցությունը շոչատվատն է, այս չվերցնեք։ Անցնում ենք մակարոններին, եկեք սկսենք Ֆրանսիայի դրոշի գույներով մակարոնից, արտաքինից արդեն այդքան դուրս չի գալի, չգիտեմ կերևա թե չէ, այստեղ սենց ոնց որ կրեմը ճաքճքած լինի, ոնց որ տպավորությունը հին լինի, ու տեսակ սենց ջրի կա, նայեք ոնց է շարժվում, տեսնենք համը ինչպիսին է, սա ասեց սպիտակ շոկոլադի համով է լինելու, ոչինչ չասող մակարոն, ուղղակի քաղցրություն, նույնիսկ վանիլային համ չկա, սպիտակ շոկոլադի համ էլ ճիշտ ասած չզգացի, վրայից չոր է, մեջից ինքը փափուկ է, որ այսպես կռեմը այսպես տափակում է, հեչ հարմար չի ուտելու համար, չհավանեցի, բայց եկեք սենց անենք, հա մակարոններին ընդհանուր գնահատական տամ, անհատական չտամ, եթե ինչ-որ մեկը հա տարբերվի սենց շատ լավը լինի, կառանձնացնեմ, բայց եթե չէ, եկեք ընդհանուր գնահատական տամ, ուղղակի զարմանում եմ, որ իրենք այդքան համով չեն, ամեն դեպքում ինչ-որ դերևս փորձել են, որովհետև իրենք շատ ճանաչված են, իրենք նույնիսկ արաբական երկրներում կան, ու շատ ճանաչված ցանց է, այսպես ասած պրեստիժ ցանց է, ու բնականաբար սպասելիքներս շատ մեծ էր, դրա համար էլ է հիասթափությունս ավելի շատ, երբ որ չեմ հավանում։ Եկենք շարունակենք, հիմա փորձենք անձնվամորիովը, նույն խնդիրը, հա, կրեմը շատ ջրիկ է, գնաց։ Համեմատած ավելի լավն է, բայց էլի, հա, հեռու է շատ լավ մակարոն լինելուց, երևի թե նույն կարծիքին եմ մնում, մաուսս, իրենց իտալականի վրա է, Իտալիայի դրոշի գույներով, որն ասեց վանիլ, սուրճ պետք է լինի, գոն է իրանցը, պարկի որ ասում է սիտուացիան իրավիճակը, փորձեմ տեսնեմ։ Ցավոք սրտի, սա նույնպես նույն որակի էր, ու իդեպ սուրճ չգտա ես մեջը, կամ մատուցողը սխալվեց, երբ որ ինձ ասեց վանիլ սուրճ է, կամ չգիտեմ, որովհետև այստեղ սուրճ չգտա, իրականում վանիլի համ էլ չկա, ուղղակի քաղցր, սենց չեզոք մակարոն է, ոչ մի բանի համ չկա, ոնց որ ուղղակի կրեմ, քաղցր, ուղղակի մակարոն, շատ վատն են, էլի 10-ից 5, 4 չէ 4, որովհետև գնի համեմատ նորից եմ ասում, իրավունք չունեն այսպես լինել, 3 հատը 9 եվրո էր գալի, 8.95 եթե չեմ սխալվում, գույնը, այս արհեստական գույնը ամեն ինչ խոսում էր փաստորեն, ինչպիսին գույներ, այնպիսին էլ համներ, երկրորդ հիասթափություն։ Վերջի հույսս է մնացել, Նյու Յորք ռոլը պիստակով, վրայից բավականին շատ պիստակ կա, ավելացրել են նաև պիստակի կրեմ, ու ինչպես ասեցի, տաքացրել են, հուսով եմ, շատ հուսով եմ, որտև շատ ուզում եմ, որ ինքը համեղ լինի, որ բացասական նոտայով չավարտենք ու գոնե ասեմ, որ ինչ-որ մի բան կա, որ այստեղ համեղ է, եկեք փորձեք
որովհետև անկեղծ ասած ես ընդհանրապես չեմ սիրում գնամ ինչ-որ միտեղ եւ ասել, որ ինքը լավը չի, մի եկեք, որովհետև գիտեմ թե ինչքան մեծ աշխատանք է հա դրվում այս ռեստորանային բիզնեսի մեջ ու որ դա հեշտ չէ։ Համար փորձում եմ ամեն դեպքում գնահատել ամեն ինչը, բայց չեմ կարող մոռանալ գնի ֆակտորը, որակի ֆակտորը ու չեմ կարող, եթե մի բան ինձ դուր չի գալիս ու եթե մի վայր ես էլ չեմ վերադառնա, որովհետև ինձ համար համեղ չի, չեմ կարող խորտալ ասել համեղ է, ինչքան էլ որ ես հարգում եմ այս ամբողջ աշխատանքը, որտեղ ինքս էլ գիտեմ, թե ինչքան ծանր է, այնպես որ հուսով լինենք, փրփուրներից եմ կախվում, որ սա համեղ է լինելու։ Եկեք այս մեկը դանակ պատրակաղով կիսեմ, ձեռքով չկիսեմ, որովհետև չեմ ուզում ամբողջը պիստակ լինել, ավելի ցիվիլ տարբերակով եկեք անենք։ Չէ, պետք է ուտես, դեգուտուն չկա։ Ես ամեն դեպքում անցա ձեռքի, որովհետև չգիտեմ դուք նկատեցիք թե չէ, համարյա թե մեջը կրեմ չկա, բայց Նյու Յորք ռոլի մեջ պետք է շատ կրեմ լինի ու շատ լինի։ Ես ինչի անցա ձեռքի, որովհետև քաշից զգամ, որ ներս չլինի, հա, ես կտրել եմ ուղղակի ոչ ճիշտ հատվածում, չնայած ես հենց մեջտեղից եմ կտրել, չէ, իր մեջ կրեմ չկա, ինքը նույնիսկ այնքան թեթև է կրուասանի քաշ ունի, բայց Նյու Յորք ռոլը չպիտի այդպեսին լինի։ Հա, շերտավոր է, հա, լավն է, այստեղ տեսնում ենք, բայց ուրա կրեմը։ Այստեղ է մի փոքրիկ ու այն էլ, չգիտեմ, լավ, տեսնենք համը ինչպիսին է։ Չգիտեմ էլ ինչպես ասել, այնքան վատ եմ զգում, որ պետք է դա ասեմ, բայց շատ վատն է։ Ժողովուրդն է, քնախ գծեցի ու էլ վերջ կրեմ չկա, միայն վրայի կրեմն է։ Ու այդ իրականում երևի թե այս տվյալ դեպքում շատ ավելի լավ է որ կրեմ չկա, որովհետև կրեմը այնքան արհեստական պիստակի համ ունի, որ ուղղակի ափսոս է, որ այսքան պիստակները կպցրել են այդ արհեստական կրեմին, չգիտեմ, շատ ափսոս է, ու որ իրենք տաքացրել են, երևի միկրո են դրել, որ տաքացրել են, ամբողջը փափկել է ու տպավորություն է ոնց որ ինքը հին լինի, երևի ավելի լավ էր որ իրեն չտաքացնեն, չգիտեմ, ոչինչը լավը չի ու նույնիսկ խմորն արդեն ինձ դուր չի գալիս, չգիտեմ, եթե չտաքացնեին կարող է լավը լիներ, բայց տվյալ դեպքում շատ վատն է ու գնի համեմատ ընդհանրապես 9 եվրո մեկ Նյու Յորք ռոլը, ես գիտակցում եմ, հասկանում եմ, հա, որ նաև վճարում ենք վայրը, վճարում ենք տեղանքը, վճարում ենք մարկան, բնականաբար, բայց հենց դրանից էլ ելնելով ինքը չպետք է էլի վատը լիներ, ինքը պետք է գոնե համեղ լիներ, բայց ես չգիտեմ սա նույնիսկ վերջացնում թե չէ, որովհետև այդքան ինքը վատն էր, սա 10-ից 2-ը նույնիսկ 4 չեմ դնի, որովհետև շատ վատն էր։ Եկավ այն պահը, որ պետք է արդեն սենց վերջնական կարծիքս ասեմ, ինչ եմ մտածում, իսկ թվում է ոչ մեկիդ համար սյուրպրիզ չի լինելու, ամբողջ համտեսման ժամանակ արդեն հասկացաք ինչ եմ ասելու հիմա։ Եվ ասելու եմ, որ չգաք այստեղ, նորից եմ ասում, շատ ափսոսանքով եմ ասում, որովհետև վայրը հիասքանչ է, սենց շատ խոստումնալից ու հիմա էլ նույնիսկ նստած ենք, չեք պատկերացնի բոլոր անցնող դառնողները այս վիտրինայի առջև, հա, նկարվում են, բոլորը անխտիր ոչ մեկ անտարբեր չի անցնում, ես ինքս էլ, հա, անտարբեր չէի անցել ու կարծիքները կարդալով, որ ինքը շատ որակյալ է, շատ լավն է, սենց անպայման ուզում էի փորձել, որովհետև մտածում էի լավ վայր եմ բացահայտելու համեղ դեսերտներ եւ ձեզ ասեմ, բայց հակառակն եղավ։ Չնայած կարծում եմ սա մի քիչ ավելի լավ, որովհետև նույնիսկ եմ ասում շատերն են գայթակղվում ու դուք էլ նույնպես կարծում եմ հնարավոր է երբ որ գայք Լուվր, գայթակղվեք եւ մտածեք, օ մտնենք, փորձենք, բայց հավաստիացնում եմ այնգինը որ սա արժե եւ այն որակը որ ունի ընդհանրապես իրար հետ կապ չունեն եւ ընդհանուր առմամբ հեչ համեղ տեղ չէ ընդհանրապես չգաք այստեղ։ Ընդհանուր գնահատական այս վայրին չեմ ուզում տալ, արդեն անհատական գնահատականները տվեցի, պատկերացրեցիք, արդեն իմացաք, կողքով կանցնեք, կգնաք, հեչ չէ, ֆուդ կորտը այնտեղ կերեք, ինձ թվում է այնտեղ ավելի համեղ կարող է ուտեք։ Ամեն դեպքում գոնե այս գինը չեք վճարի ձեր վայելածի համար, հա, գոնե կիմանաք ինչի համար եք վճարում։ Դե ինչ բաժանորդագրվեք, եթե այս տեսալովակը ձեզ օգտակար եղավ, հա, գոնե հենց մեկը նրա համար, որ ես այսքան գումար ծախսեցի, բայց այստեղ ոչ մի դեսերտ չեմ վերջացնելու, գոնե դրա համար խնդրում եմ բաժանորդագրվեք։
Հետևեք ինձ իմ Instagram-յան էջում։ Այնտեղ շատ ավելի հաճախ եմ content գցում ու շատ հետաքրքիր է, այնպես որ ձեզ պոչիկներ եմ անում եւ ասում եմ մինչ նոր համտեսում։